խոստացել էին, որ 0.3%-ով վարկ են տրամադրում ու փոխանցումներ պիտի կատարեն, որ մեզ տան այդ 8 միլիոն վարկ էի գրել, որ ստանալ։ Ու պահանջեցին գումարներ, որ փոխանցումներ անենք, որպեսզի այդ վարկը լինի։ Կասկածներ չեն առաջացել ձեզ մոտ։ Եթե կասկածներ առաջանային փոխանցեի, չէի փոխանցի։ Կասկածներ առաջացավ այն ժամանակ, որ վերջի փոխանցման համար մեզ գրեցին, զանգեցին, որ փոխանցեք եւս $1200 ամբողջ վարկը մարելու համար, որ մի տարվա վարկը, որ իմանանք, որ չեք խափում մեզ, վարկը ստանալուց հետո մարումներ կանեք։ Հետո զարմացա, ասի, ես որ վարկ չեմ ստացել, ինչ մարումներ անեմ։ Պիտի վարկը տրամադրենք, որ ես մարում կատարեմ, ու այդտեղ նոր հասկացանք, որ մեզ արդեն խափում են, բայց արդեն փոխանցել էի 2.3 միլիոն, ասենք ամեն 5 օրը մեկ 10 օր մեկ պահանջում էին 300,000, 800,000, 700,000 այդ ձև փոխանցումներս ընդհանուրը կազմեց 2.3 միլիոն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։